Ողջույն բոլորին, այս տեսանյութում հոկտեմբերի 30-ի օրվա կարևոր իրադարձությունն է։ Բոլոր տարվա ծնված նշանների համար։ Օրը հինգշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, ձեր ցանկությունները կիրականանան, ոմանք իրենց սիրելիներին կհանդիպեն, սիրո խոստովանություն կանեք, կլսեք, նաև դա կարող է լինել ձեր հարազատ մարդկանց շրջապատում եք, ձեզ լավ եք զգում, բայց նաև սուտ կա, օրվա ընթացքում որևիցե սուտ է, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի ցուլեր, նաև եզեր, տարվա ծնվածներին է վերաբերվում։ Յուրաքանչյուր ամիս ինչ-որ բան է տեղի ունենում ձեզ հետ, այդ ամիս ևս տեղի կունենա կամ վերջին մեկ ամսվա իրադարձությունը կավարտվի, ձեզ լավ կզգաք, միգուցե ձեր սիրելիի հետ է կապված գումար է ուղարկում կամ ինչ-որ մի բան, այսպես ինչ-որ ամեն ամիս է դա լինում կամ վերջին մեկ ամսվա հետ է կապված ձեր սիրելիների մոտ ինչ-որ բաներ եք կարող է պատրաստում, ինչ-որ անակնկալներ եւ այլն, դա ավարտվում է։ Նաև հանդիպում ունեք այստեղ գործնական, գումարի մասին կխոսեք, գումար կվճարեք, հաջողություն ունեք նաև, հանկարծակի լուր, ուրախ տրամադրություն, բարձր տրամադրություն և նորություն եք լսելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։
Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հեռախոսազանգ եք ունենալու կամ դուք կարող զանգարել ձեր ցանկությունները կիրականանալու։ Միգուցե ինչ-որ մեկին եք ուզում, որ ձեզ զանգարի եւ զանգարում է։ Նվեր կստանաք, սեղանի շուրջ եք նստելու կամ դուք եք նվեր տալու ինչ-որ մեկին, հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ եւ ճանապարհ եք գնալու կամ արդեն ինչ-որ մարդիկ ձեզ մոտ են գալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը հաղթանակած դուրսգական հարցերում, որը որ չէր լուծվում, չէր ավարտվել, դա կամ ոնց որ այդպես կիսատ կասեն հալավայ, կամ ինչ-որ մի ձևով կարող եք նաև մեկ օրվա ընթացքում կամ շատ արագ այն ավարտել։ Որոշ դաճ բայր կան, նաև սուտ կա այդ օրը։ Ոմանց սիրո խոստովանություն կանեն, կամ դուք կանեք, կամ ձեր սիրված կզգա, կամ ձեր սիրելիների հետ է կապված այս հաճ պահերը սուտը, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, հիվանդանոց, ուսման կենտրոն եւ այլն։ Նաև տանը ինչ որ առիթ է կամ ձերը կամ պետք է գնաք։ Նաև դա տան հետ կապված ոչ հարցեր են։ Գուցե այստեղ ասում են կվճարենք եւ չեմ վճարում, օրինակ տան վարձը կամ ինչ որ լույս-մույսը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 30-ին։
Հարգելի վիշապներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր մտերիմ անձնավորության հետ եւ ինչ որ հարցերին լուծում կտաք, վերջ կտաք, ինչ որ բաներ կավարտեք, իրար հետ կաղաք, մեկը մյուսին է օգնում։ Ինչ որ բան է ձեզ ցավեցնում, բայց չեք տխրում, նա դա ձեզ հետ կապ չունի։ Նաև ժամը ձեզ համար կարևոր է, ժամին ուշադրություն դարձեք, որ չուշանաք կամ ժամերով ինչ որ միտեղ կմնաք։ Այստեղ նաև ժամադրություն ունեն ոմանք, կարող եք այդտեղ ուրախ տրամադրություն ունեք, դրա համար երկար կմնաք տվյալ անձնավորության հետ։ Նաև սա հարաբերություն հանդիպում ձեր հարազատ մարդկանց հետ, կարող պայմանավորված եք, հանդիպում եք եւ երկար մնում եք իրար հետ եւ գործերը կմնան արդեն այդ դեպքում։ Հետո միգուցե նաև իրար հետ որոշում եք այդ գործերը ավարտել, նա օգնում է ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի օձեր, այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, որոնք որ յուրաքանչյուր ամիս կատարվում են, այդ ամիս եւս կկատարվի, գուցե գնում եք հղիության հետ կապված բժշկի, միգուցե երեխաներին եք տանում ինչ որ միտեղ յուրաքանչյուր ամիս կամ գումար եք ստանում երեխաների համար կամ վճարում եք երեխաների համար, ինչ որ մի բան է, հա, հստակ ամեն ամիս երեխաների հետ կապված։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք կամ կհանդիպեք ձեր հարազատ մարդկանց հետ կամ ժամադրության կգնաք, որը լավ կանցնի։ Հանդիպում ունեք նաև եւ նաև հանդիպում ձեր ընկերոջ հետ կամ ընկերուհու հետ։ Միգուցե այդ ամենը ձեր հարազատ մարդն է, այդպես ցույց է տալիս, որ ժամադրվում եք, պայմանավորվում եք, հանդիպում եք եւ բարձր տրամադրություն ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի ձեր, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, առավոտյան հատկապես այնպես արեք, որ չուշանաք, հնարավոր է գործեք։ Բարձր տրամադրություն կունենաք, ուրախ կլինեք, հաջողություն ունեք, բայց երեկոյան սուտ ունեք, նաև հա սուտ է, ինչ որ մեկը ինչ որ մի բան չի արել կամ սուտ կխոսի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի այծեր, այդ օրը կամ տունակ մաքրելու կամ առավոտյան ինչ-որ մեկ հետ կարող եք վիճել։ Սպասում եք ձեր ընկերոջը կամ ընկերը ինչ-որ մի բան պետք է անի կամ ընկերոջ զանգին եք սպասում։ Նաև օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Այստեղ աշխատանքի կամ վայրում է ինչ-որ մեկը ձեզ ցավեցնում է կամ աշխատանքի հետ է կապված ինչ-որ մի բան, որ ձեզ եւս էլի ցավ է պատճառում։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, միգուցե նաև երեկոյան ավելի շուտ պարկեք քնելու եւ հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ եւ տան հետ կապված հարցերը կլուծեք, կավարտեք։ Կամ տուն եք նայելու, հավանելու եք կամ վճարելու եք, եւ այլն, այլ շատ բաներ կան տան հետ կապված։ Այսքանը ձեզ համար միգուցե առիթի հետ է կապված, միգուցե ընտանիքի անդամների հետ է կապված, ինչ-որ մի բան է, որոնք որ կլուծեք, կավարտեք այդ հանդիպման ժամանակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ կամ ընկերուհու հետ, հանկարծակի լուր կլսեք, միգուցե իրենց մասին կամ իրենք ասեն, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, ծնունդ է, կնունք է եւ այլն, յուրաքանչյուր բան կա, անգամ եթե երեխային վերցնում եք տանում եք հետ խանութ, եւս դա նշանակում է երեխայի հետ կապված իրադարձություն։ Եվ ցավը կանցնի, ցավը կհաղթահարեք, ցավը կվերանա, այն ինչ որ ձեզ ցավեցնում էր։ Ոմանք գումար կծախսեն, ոմանք է գումարի մասին կարող են խոսել ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։
Ինչ է սպասվում աքաղներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի աքաղներ, այդ օրը գումարի մասին կխոսեք ինչ-որ մեկի հետ կամ գումար կծախսեք, որոշ հարցերին լուծում կտակ, կավարտեք, կվերջացնեք, հույսնետելեք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա, գուցե այդ որ վերջնական ինչ-որ որոշում կկայացնեք կամ ինչ-որ մի բանը կավարտվի և տհաճ պահեր կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի շներ, այդ օրը նորություն կլսեք, նաև երեխաների հետ կապված ինչ-որ բաներ են, որոնք որ ձեր ցանկությամբ է, գուցե ձեր երեխաները կընդունվեն այստեղ, կհղիանաք, ծննդաբերեք եւ այլն, ինչ-որ մի բաներ են, որոնք որ եւ երեխայի հետ է կապված եւ ձեր ցանկության։ Այդ օրը գործնական հանդիպում կամ գործնական շփում կունենաք եւ ինչ-որ գործեր կմնան, եթե գործնականի ժամանակ ինչ-որ բաներ պետք է խոսեք, ապա գործերը կմնան կամ ուրիշ բաներով կզբաղվեք, ինչ-որ մեկ այլ գործեր կմնան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին։ Ինչ է սպասվում խոզերին հոկտեմբերի 30-ին։
հարգելի վարազներ, խոզեր։ Այդ օրը աշխատանքի կարող են ոմանք ընդունվեն, աշխատավարձը բարձրացնեն, աշխատավարձ ստանաք, գնաք հարցազրույցի, գնաք պետական հիմնարկություն, պետական աշխատողին տեսնեք, այնտեղ ձեզ գումար է տալիս, ինչ որ հարցերին լուծում կտաք, կավարտեք, կվերջացնեք։ Նաև ոմանց էլ կխոստովանեն, կամ դուք էլ կխոստովանեք, կամ նաև ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, ինչ որ մի բան, հա, տեղի կունենա, որը ձեր սրտով կլինի։ Հույսով եք, հույս ներդրել եք ինչ-որ մեկի վրա, հույսով սպասում եք, հա, կամ ինչ-որ բանի վրա եք հույսը ներդրել և տատանվում եք, ծանրութ թեթև եք անում, իսկ երեկոյան արդեն ուրախ կլինեք, երջանիկ կլինեք, ինչ-որ մի բան է տեղի ունենալու, որը և ձեզ կուրախացնի, և դրանից էլ ձեզ երջանիկ կզգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։